Հավատացյալի մեծագույն տառապանքը։ Սրա մասին ենք այսօր խոսելու։ Ոչ թե մարդու մեծագույն տառապանքը, որպեսզի վերցնենք ամբողջ մարդկությունը, այլ հավատացյալի մեծագույն տառապանքը։ Այն մարդու տառապանքը, ով ընդունել է Հիսուս Քրիստոսին որպես Տեր և Փրկիչ։ Կա տառապանք, կա նեղություն, որն է դրանցից մեծագույնը, որը պիտի լինի իմ և քո կյանքում մեծագույն տառապանքը, որովհետև առանց տառապանքի չկա քրիստոնեական ճանապարհ, չկա քրիստոնեական ընթացք առանց տառապանքի, բայց մեր կյանքում շատ հաճախ սխալ տառապանքներ գալիս են ու գրավում են այդ միակ կարևոր տառապանքի տեղը։ Ինչ տառապանքի մասին է խոսքը, կիմանանք այսօրվա պատգամի մեջ։ Բայց նախ, ուզում եմ խոսել մեր տեսիլքի մասին։ Գիտեք, որ այս եկեղեցին, Էջմիածնի Էմմանուել եկեղեցին, իր կիրակնօրյա պաշտամունքները սկսեց ուղիղ 2 տարի առաջ։ Եվ ամեն տարի մենք խոսում ենք այդ տարվա տեսիլքը ինչպիսին է։ Ինչ ենք ուզում մենք, ինչի ենք ուզում հասնենք։ Եվ անցած տարի այս ժամանակահատվածի մեջ, երբ որ հենց այս օրերի մեջ պատգամ էինք խոսում և միասին հասկացանք, որ Տերը մեզ տեսիլք է տվել։ Գրված է Աստծո խոսքի մեջ, ով հավատա Տեր Հիսուս Քրիստոսին, նրա փորից կենդանի ջրերի գետեր կբխեն։ Եվ մենք ասեցինք, Տեր, մենք հավատում ենք քեզ, բայց գետերը չենք տեսնում։ Կա ինչ-որ ջուր, որ կաթկթում է, որ մեզ չի թողում, որ ծարավից մահանանք, բայց այն հոգու զորությունը, որ մենք ուզում ենք ունենանք, այժմ չենք տեսնում։ Եվ տարին նվիրեցինք ուսումնասիրելուն, աղոթքին, թե ինչն է խանգարում։ Եվ հավատում եմ, որ այսօր մենք ավելի մոտ ենք կենդանի ջրի աղբյուրին, քան 1 տարի առաջ։ Բայց ինչն է մեզ խանգարում։ Եվ մենք հասկացանք, որ երկնքին միանալու համար պետք է մենք համապատասխանենք այդ միացման կետին, պիտի նմանվենք այդ միացման կետին։ Բայց նմանվելուն զուգահեռ նաև պիտի անոթը մաքրվի, որպեսզի իր միջով ջուր հոսի։ Այդպես է թե չէ։ Հիմա գուցե միացած ենք, հավատում եմ, որ շատերս միացած ենք երկնքին, այսինքն ընդունել ենք Տիրոջը և հավատում ենք իրեն, բայց կա մի բան, որ խցանում է, դա մեղքն է։ Մեղքը չի թողնում, որպեսզի մեր միջով Տիրոջ գետերը հոսեն։ Մեղքը խանգարում։ Եվ սա որպես նախաբան, ես ասեմ, որ իմ փնտրտուքը չի կանգնելու։ Ես հավատում եմ, որ այն կյանքը, որ նկարագրված է Աստվածաշնչի մեջ, դա իրական կյանք է։ Գիտեք, մարդկանց մոտ սխալ մոտեցում կա, որ կարդում են Աստվածաշունչը, հասկանում են, որ իրենք չեն համապատասխանում Աստվածաշնչին, բայց որ իրանք սխալ չեն։ Այսինքն մեծամտությունը այդտեղ գալիս է ու մարդուն ասում է, որ ժամանակները փոխվել են, այն ինչ որ 2000 տարի առաջ էր, չի կարա նույնը լինի, եկեղեցին աճել է, այն վաղտ երեխա էր եկեղեցին, հիմա հասուն է, այդ նշանների ու զորությունների ու հրաշքների կարիքը այսօր չկա։ Ես չեմ հավատում սրա։ Ես չեմ հավատում սրա։ Ես հավատում եմ, որ մենք ենք փոխվել և Աստված չի փոխվում։ Մենք փոխվել ենք, մարդիկ փոխվել են, դարձել են ավելի չար, դարձել են ավելի եսասեր, դարձել են սառը, դարձել են հավատքից ավելի հեռացած, դարձել են մեղքով ավելի լցված, և սրա պատճառով այն զորությունը, այն հոգին, որ գործում էր 2000 տարի առաջ, այսօր չի կարողանում այդ նույն զորությամբ գործել։ Ինչպես Հիսուս գնաց
իր հայրենի երկիրը եւ գիրքն ասում է, որ այնտեղ չկարողացավ ամենակարող Աստված, այնտեղ չկարողացավ հրաշքներ եւ նշաններ եւ զորություններ անել։ Ինչու՞։ Պատկերացնում եք Հիսուսը չկարողացավ, այդպես է գրված։ Գրած է նրանց անհավատության պատճառով։ Այո, վերջին օրերին անհավատությունը շատանալու է։ Եվ Տեր Հիսուս ինքը խոսեց դրա մասին, ասեց վերջի օրերին, երբ որ մարդու որդու գալուստը կմոտենա, երբ որ մարդի որդին կգա, Տեր Հիսուսը երկրորդ անգամ կգա, արդյոք երկրի վրա հավատք կգտնի։ Սա նրա խոսքերն են։ Եվ ահա մենք ուզում ենք առանձնանալ այս աշխարհից եւ ասել Տեր, մենք հավատք ենք ուզում։ Մենք ուզում ենք հավատանք քեզ։ Մենք ուզում ենք մաքրվենք մեղքից։ Մենք ուզում ենք մեր միջով Սուրբ Հոգու ջրերի գետերը հոսեն։ Ամեն։ Սա է մեր նպատակը, թե ոչ։ Մեր նպատակը մնում է դա։ Հիմա գամ այսօրվա պատգամին։ Հավատացյալի մեծագույն տառապանքը։ Ինչու հավատացյալ։ Այս բառից շատերը նեղվում են։ Եկեք ասեք քրիստոնյա էլի, ինչի հավատացյալ։ Ոչ, քրիստոնյա բառը այդ սուրբ ու կարևոր բառը իր հեղինակությունը այսօր գցել է։ Այդ բառը, որի առաջ արժի խոնարհվել, այսօր դառել է, որ ամեն մի ամբարո մարդասպան հայհոյող կարականգնի ու ասի ես քրիստոնյա եմ։ Այդպես չի։ Կարասի ես քեզանից էլ լավ քրիստոնյա եմ։ Այդպես է, որովհետև ես ծնվել եմ քրիստոնյա երկրում, որովհետև իմ երկիրը քրիստոնեական ավանդույթ ունի եւ մենք քրիստոնյաներ ենք։ Ոչինչ որ հայհոյում ենք, ոչինչ որ շնանում ենք, ոչինչ որ մարդասպան ենք, կաշառակեր, դավաճան, իրար տակ փորող, բայց մենք ավանդույթ ունենք քրիստոնեական եւ մենք քրիստոնյա ենք։ Աստվածաշունչը ասում է ոչ, դուք քրիստոնյա չեք։ Քրիստոնյաները նրանք են, ովքեր որ Քրիստոսի ճանապարհին են կանգնել, այդ նեղ եւ դժվարին ճանապարհի վրա են։ Նրանք են քրիստոնյաները։ Այլ ոչ թե նրանք, ովքեր ասում են մենք քրիստոնյաներ ենք։ Աստվածաշունչը ինձ հետ կարող եք չհամաձայնել, բայց Աստվածաշունչի հետ խնդրում եմ չվիճաբանեք։ Քրիստոնյան նա է, ով Քրիստոսի ճանապարհի վրա է կանգնած, Քրիստոսի հետևորդն է կոչվում քրիստոնյա։ Ինչ տառապանքի մասին է խոսքը։ Տառապանք բառը աստվածաշնչյան եւ ոչ միայն աստվածաշնչյան բառարաններում, կա փիլիսոփայության բառարան, կա հոգեբանության բառարան, գրեթե բոլոր տեղերում հետևյալ բնորոշում ունի։ Ինչ է տառապանքը։ Դա տանջանք է, ցավ, հիվանդություն, սուգ, տխրություն, վախ, կարոտ, տագնապ, անհանգստություն։ Սրանցից եթե գոնե մեկը կա, արկա է տառապանքը։ Ուզեք կրկնեմ այս շարքը։ Տանջանք, ցավ, հիվանդություն, սուգ, տխրություն, վախ, կարոտ, տագնապ, անհանգստություն։ Հին կտակարանում մենք հստակ տեսնում ենք, որ տառապանքը Աստծո պատիժն էր։ Տառապանքը գալիս էր որպես Աստծո պատիժ, որ վկայում էր մարդու Աստծո կողմից լքված լինելու մասին։ Երբ որ մարդն այնպիսի բան էր անում, որ Աստված իրան լքում էր, իր կյանքում գալիս էր տանջանքը, ցավը, հիվանդությունը, սուգը, տխրությունը, վախը, կարոտը, տագնապը, անհանգստությունը։ Նոր կտակարանում տառապանքին լրիվ ուրիշ բնութագրում է տրվում։ Տեր Հիսուսն ասում է, որ բազում նեղություններով դուք պիտի մտնեք երկնքի արքայություն։ Բազում նեղություններով, առանց տառապանքի անհնար է երկինք հասնել։ Ինչ փոխվեց հին եւ նոր կտակարանների արանքով։ Եկեք վերջապես այսքան երկար նախաբանից հետո բացենք Աստվածաշունչը Հռոմեացիս 6-րդ գլուխ 16-ից 23 խոսքեր։
Հռոմեացիս 6-րդ գլուխ 16-ից 23 խոսքեր։ Դուք չգիտեք, թե ում որ ձեր անձերը ծառա եք ներկայացնում, նրան հնազանդելու, ծառաներ եք նրան, որին հնազանդում եք, թե մեղքին եք ծառա դեպի մահ, թե հնազանդությանը դեպի արդարություն, բայց շնորհակալություն Աստծուն, որ մեղքի ծառա էիք անցած ժամանակով, բայց սրտով հնազանդվեցիք այն վարդապետության օրինակին, որին հանձնվեցաք, ուրեմն դուք մեղքից ազատված ծառայեք արդարությանը։ Մարդկորեն եմ ասում ձեր մարմնի տկարության համար, որ ինչպես ձեր անդամները ծառա ներկայացրիք պղծությանն ու անօրինության համար, նույնպես էլ հիմա ձեր անդամները ծառա ներկայացրեք արդարությանը սրբանալու համար, որովհետև երբ որ մեղքի ծառա էիք, ազատ էիք արդարությունից, արդ ինչ պտուղ ունեիք այն ժամանակ, որոնց համար հիմա ամոթ եք քաշում, որովհետև նրանց վերջը մահ է։ Բայց հիմա, որ մեղքից ազատված եւ Աստծո ծառա եղած եք, ձեր պտուղն ունեք սրբանալու համար, եւ նրա վերջը հավիտենական կյանք է։ Որովհետև մեղքի վարձքը մահն է, բայց Աստծո շնորհքը հավիտենական կյանք մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռքով։ Մեղքի վարձքը մահն է, մեղքի պատիժը մահն է։ Ինչ մեղքի մեջ ես, կարևոր չի։ Մեղքի պատիժը մահ է։ Մահ ասածը։ Գիտեք, մենք մահ հասկանում ենք մեռնելը, ճիշտ է։ Սատանան եկավ Եվային ասում էր, համոզում էր, որ ինքը ուտի այդ պտուղը արգելված։ Եվան ասեց, Աստված ասել է, եթե ուտենք, կմեռնենք։ Սատանան ասեց, չեք մեռնի։ Եվ այստեղ գրած է, մեղքի վարձքը մահն է։ Աստված մեզ էլ ասում, մեղք գործեք կմեռնեք։ Սատանան ասում է, գործի ուտես, որ չես մեռնի, սուտ է գրած։ Իրականում Եվան կերավ, եւ Ադամն էլ կերավ, եւ մահը եկավ իրանց կյանքի մեջ, եւ իրանց հետ ապրեց։ Մեռնելը ավելի հեշտ է, քան թե մահի հետ ապրելը։ Անեծքը եկավ իրանց հետ։ Եվ վերջնականապես իրենց դարձրեց մահ կանացու։ Երբ որ այստեղ գրված է, որ քրիստոնյաներ զգույշ եղեք, մեղքի վարձքը մահ է, սա նշանակում է մեղքը քո կյանքում բերում է ինչ, նորից կարդամ, տանջանք, ցավ, հիվանդություն, սուգ, տխրություն, վախ, կարոտ, տագնապ, անհանգստություն։ Մեղքը մահ է բերում։ Մեղքը տառապանք է բերում քո կյանքում։ Հիշեք սա։ Մարդը մտածում է, որ ինքը մեղքի մեջ, ասենք ես գիտեմ հիմա մեկին, մի քանի օր առաջ էինք զրուցում իրար հետ, կարևոր չի ով, ինքը տագնապի մեջ է, իր բառերն եմ ասում է, որ տագնապ է գալիս ինձ վրա, ովքեր որ այդ հոգևոր աշխարհի ճնշումը զգացել են իրենց վրա, կիմանան, վախ է գալիս ահավոր, տագնապի զգացողություն, եւ ասում է, ես ուզում եմ մեռնեմ այդ բառը։ Ես նախընտրում եմ ինքնասպան լինել, քան ապրել այդ տագնապի ազդեցության ներքո։ Ես իրան հասկանում եմ, որտեղ առաջին դեպքը չի, որ ես առնչվում եմ եւ Տիրոջ մեծ ազատագրությունն եմ տեսել այսպիսի տագնապներից եւ վախերից։ Եվ լսեք, ինչպես է այդ մարդը իր հարցերը լուծում այդ պահին, ասում եմ, միակ բանը, որ օգնում է, խմիչքն է։ Խմիչք, արավ, օղի։ Ասում եմ, ընդամենը 1-2 բաժակ խմում եմ, թուլանում եմ։ Ու ասում եմ, հարց եմ տալիս, իսկ հաջորդ օրը նորից է կրկնում, ասում եմ, այո, նույն օրը, նույն ժամին, նույն ձևի, մի քիչ ավելի ուժեղ։ Ամեն օր մի քիչ ավելի ուժեղ։ Ես պայքարում եմ իր դեմ, սա նման է ցավազրկելուն սիրելիներ, ոնց որ ձեր ատամը ցավ է, որ գիտեք պիտի գնաք բուժեք, բայց դուք ցավազրկող խմեք։ Վերջը ինչ է լինելու այդ ատամի հետ։ Վերջը այդ ատամը թարախակալելի է։ Շատ կցավազրկես։ Հիմա մարդիկ մեղքով ուզում են մեղքի հետևանքը ցավազրկեն։
որ ասում շան կծածը շան մազնաբույժում, լսել եք էդի։ Հիմա այդպես չի։ Շան կծածի դեմ հատուկ դեղ կա։ Սրսկվում ես և կեզ չի փայտասնում և չի սպանում։ Մեղքը մեղքով չբուժեք, մեղքին կա բուժում։ Մեղքը ծնում է տառապանք։ Մեղքը մեզ ծառա է դարձնում, ինչպես մի փոքր մեղ գործեցիր, չեղել դպրոցական տարիներում, ինչ-որ մի բան եք թաքցրել, կամ գուցե հիմա։ Երանի թե մեր մեջ չլինի այդպիսի բան։ Փոքր մեղ կա, որոշել եք թաքցնել, որ ոչ ոք չիմանա։ Հետո այդ թաքցնելու համար մի հատ մեծ սուտ պետք է ասեք։ Հետո որ արդեն բացահայտվելու վրա այնպիսի մեղքեր պիտի գործեք, որ այդ փոքրը թաքցնեք։ Համ մենակ իմ հետ է եղել, թե ձեր հետ էլ է եղել այս բանը։ Մեղքը դարձնում է քեզ ծառա։ Բավական է դու մի քիչ, որ ասում է մատը 10, թևդ կտանի։ Մատը 10 թևդ կտանի, սա է մեղքը։ Ամեն։ Մեղքը, նայեք ինչ էր գրած։ Մեղքը մեզ ծառա է դարձնում մեր նախկին տիրոջը։ Ով էր մեր Տերը մինչև քրիստոնյա, մինչև հավատացյալ դառնալը, որպեսզի պարզ լինի, մինչև Քրիստոսին Տեր և Փրկիչ ընդունելը, մինչև ապաշխարությունը, ով էր մեր Տերը։ Չարը, Աստծո թշնամին, Սատանան։ Մեղքը այսօր մեզ ծառա է դարձնում այդ նախկին տիրոջ, ասում փախել է իր ինձանից, դե արի։ Եկեք բացենք առաջին Պետրոս 5-րդ գլուխ։ Տեսնենք Աստվածաշունչը ինչ է ուզում մեզ սովորացնել այս կապակցությամբ։ 5-րդ գլուխ, 5-րդ համարի կեսից եմ ընթերցում մինչև 11-ը։ Աստված ամբարտավաններին հակառակ է կենում, բայց խոնարհներին շնորհք է տալիս։ Խոնարհեցեք Աստծո հզոր ձեռքի տակ, որ ձեզ բարձրացնի ժամանակով։ Ձեր բոլոր հոգսը նրա վրա գցեցեք, որովհետև նա հոգս է անում ձեզ համար։ Արթուն եղեք և հսկում արեք, որովհետև ձեր ոսող թշնամին Սատանան գոռոզ առյուծի պես ման է գալիս և որոնում, թե որին կուլ տա։ Աստված ամբարտավաններին հակառակ է, ամբարտավանը այն մարդն է, ով մեղք է գործում և չի ապաշխարում։ Կհիշեք սա։ Խոնարհը այն մարդն է, ով միշտ ապաշխարության խոնարհություն ունի իր մեջ, իր սխալ ընդունող մարդը։ Հիմա լսեք, Աստված ամբարտավաններին հակառակ է կենում, բայց խոնարհներին շնորհք է տալիս։ Խոնարհվեցեք Աստծո հզոր ձեռքի տակ և նա ձեզ ժամանակին, իր ուզած ժամանակին կբարձրացնի և ձեր բոլոր հոգսերը նա կհոգա։ Հավատում ես Աստծո խոսքին։ Խոնարհվում ենք, հիմա զգուշացնում, ասում հիմա լսեք, դուք ամեն ասեցիք, բայց լսեք, զգուշ եղեք, թշնամին քնած չի, թշնամին պտտվում է, դուք մտածում եք երկնքին միանանք, մեր միջից կենդանի ջրերի գետեր հոսեն, թշնամին քնած չի, ասում ձեր ոսոխը, թշնամին, Սատանան, գոռոզ առյուծի պես ման է գալիս և որոնում, թե որին կուլ տա։ Ման է գալիս, դու ասում ես ես հիմա որոշել եմ իմ կյանքը, արդեն Աստծո խոսքով պիտի ապրեմ։ Սատանան ման է գալիս, ասում է սպասի սրան մի հատ նես թակարդ գցեմ, մի հատ մեկը նենց գնա, այստեղից դուրս ես գալիս ճանապարհին ինչ-որ բան ես որոշել, որ փոխվելու է կյանքդ, որ էլ չարին չարով չես պատասխանելու, Սատանան ասում է, տես ինչ եմ անում։ Մեկը գալիս է քեզ մի հատ նես բան անում, որ դու մոռանում ես տեղի ամեն խոսակցությունը ու իրան մի հատ լավ տեղ ես դնում։ Չարին չարով ես պատասխանում։ Սատանան ուրախացավ։ Մեղքը եկավ քո կյանքում։ Մեղքը դարձրեց քեզ իր ծառան։ Բայց ասում է արթուն եղեք, հսկում արեք։ Հիմա շարունակությունը 9-րդ համարը ասում է, որին հակառակ կացեք հավատքով, գիտենալով, որ ձեր եղբայրներն էլ այս աշխարհի մեջ են, նույն չարչարանքն են քաշում։ Եղբայրները չարչարանք են քաշում։
Այստեղ արդեն մոտենում եմ պատգամի բուն թեմային։ Հավատացյալ եղբայրները ձեր չարչարանք են քաշում, դուք էլ հակառակ կացեք սատանային։ Այսինքն սատանային հակառակ կենալը իր մեջ չարչարանք ունի։ Ինչ չարչարանքի մասին է խոսքը։ Եվ ամեն շնորհքի Աստվածը, որ մեզ կանչեց իր հավետենական փառքի մեջ Քրիստոս Հիսուսով, ձեզ որ մի քիչ չարչարվում եք, կատարյալ անի, հաստատի, զորացնի, հիմնի, նրան լինի փառք եւ իշխանություն, հավիտյանս հավիտենից ամեն։ Ամեն։ Լսում եք։ Ուշադիր եղեք, ասում եմ ձեզ, որ մի քիչ չարչարվում եք։ Կա չարչարանք, կա տառապանք քրիստոնյա կյանքի մեջ։ Առաջին Պետրոս 4-ի մի գլուխ հետ են գնում 12-ից 19։ Սիրելիներ, օտար բան մի համարեք այն բորբոքված նեղությունը, որ ձեզ փորձելու համար լինում է։ Իբր թե մի օտար բան է պատահում ձեզ, այլ ուրախ եղեք, իբրև թե Քրիստոսի չարչարանքին մասնակից եղածներ, որ նրա փառքի հայտնության ժամանակումն էլ ցնծալով ուրախանաք։ Եթե նախատվեք Քրիստոսի անունի համար, երանելի եք, որովհետև փառքի եւ Աստծո հոգին հանգչում է ձեզ վրա։ Նրանցից նա հայհոյվում է, բայց ձեզանից փառավորվում։ Ձեզանից մեկը չչարչարվի ինչպես մարդասպան կամ գող կամ չարագործ կամ ինչպես ուրիշի բանին խառնվող, բայց եթե ինչպես քրիստոնյա չարչարվի, թող չամաչի, այլ փառք տա Աստծուն այս մասին, որովհետև ժամանակն է, որ դատաստանը սկսի Աստծո տանից, բայց եթե առաջ մեզանից, ապա ինչ կլինի նրանց վերջը, որ Աստծո ավետարանին անհնազանդ են։ Եվ եթե արդարը հազիվ է ապրում, ապա ամբարիշտը եւ մեղավորը որտեղ կերևա։ Սրա համար Աստծո կամքի պես չարչարվողներն էլ թող ինչպես հավատարիմ ստեղծողին հանձնեն իրենց հոգիները բարեգործությունով։ Երկու բան ուզում եմ, որպեսզի տպավորվի ձեր հիշողությունների մեջ։ Նայեք, եթե նախատվեք Քրիստոսի անունի համար երանելի եք, որովհետև փառքի եւ Աստծո հոգին հանգչում է ձեզ վրա։ Նրանցից հայհոյվում է ձեզ վրա հանգչում։ Եթե Սուրբ Հոգին մեզ վրա է, մենք ոչ մի խնդիր չունենք այս աշխարհում։ Եվ մյուս համարը, սրա համար Աստծո կամքի պես չարչարվողներն էլ թող ինչպես հավատարիմ ստեղծողին հանձնեն իրենց հոգիները բարեգործությունով։ Աստծո կամքի պես չարչարվել, այսինքն չարչարանք կա, որ Աստծո կամքով է։ Աստծո կամքի պես է։ Որն է քրիստոնյայի մեծագույն տառապանքը, մեծագույն չարչարանքը, մեծագույն նեղությունը։ Մենք առաջին Կորինթացիս 15:56-ում ասում է, որ մեղքի, ոնց որ կարդացին քիչ առաջ, այնտեղ ասում էր մեղքի վարձքը մահն է, այնտեղ ասում է մեղքի խայթոցը մահն է։ Բայց ասում է Աստված ձեզ հաղթանակ տա։ Այսինքն մեր տառապանքը չպիտի լինի մեղքի հետևանքով։ Մեղքի խայթոցները մեզ պիտի տառապանք չպատճառեն։ Մեզ Աստված հաղթանակ տա։ Հռոմեացիս 8:11-ն ասում է, որ եթե Աստծո հոգին ձեզանում է, դուք մահին հաղթել եք։ Մահը մեզ տառապանք չի կարող պատճառել։ Ես գիտեմ, որ շատերը կան, որ վախենում են մահանալ։ Հեշտ բան չի մահանալը։ Հեշտ բան չի, երբ որ դու ամբողջ կյանքդ սովորես այս կյանքին, եւ հիմա քեզ ասում են, որ այստեղից հետո մի երանելի վիճակ է լինելու։ Լսի, ոնց որ մեր որ քաղաքից դուրս էին գնացել, հիշում եք։ Մահը ինչ էր։ Մահը մի հատ տոմս է։ Ուղևորության տոմս, որ քեզ նվերա, որ ուղևորվում ես մի ճամփորդության հեռու երկիր, քո ամենասիրելի մեկին տեսնելու համար։ Չենք հավատում, չէ՞ սրան։ Եթե իհարկե Տեր Հիսուսն է քո ամենասիրելին։ Հիմա ամենասիրելին Տեր Հիսուսն է։ Ամեն։ Եթե ամենասիրելին քո կյանքում Տեր Հիսուսը չի, ուրեմն դու կռապաշտ ես։ Ներողություն։
Այսպես ասում գիրքը, եթե իրանից առավել մեկին սիրես, դա կուռք է։ Լինի քո ծնողը, լինի քո երեխան, լինի քո սիրելին, ում հետ ապրում ես, լինի քո ուսումը, կամ քո աշխատանքը, կամ քո կարիերան, ինչ ուզում է լինի, կամ լինես հենց դու ինքդ, քո բնավորությունը։ Մարդկա կանգնում է հայելու առաջ, ասում է, ինչ լավն եմ ես, ինչքան եմ ես սիրում քեզ, հայելու մեջ երևացող։ Սա եսա սիրությունը։ Եթե Տեր Հիսուսից առավել ինչ-որ մեկին սիրում ենք, քրիստոնյա անունը մեր վրա չկա, կամ կարող ասենք դեռ չկա, որովհետև շատերը ընթացքի մեջ են, այնպես չի, որ մի անգամից բոլորի մոտ դա ստացվում է, ընթացքի մեջ են, աշակերտ են, բայց դեռ Քրիստոսի ճանապարհի վրա չեն կանգնել, ուզում են կանգնել։ Ես չգիտեմ մեզանից որն է, որ ճանապարհին, բայց խնդրում եմ ուշադիր եղեք։ Եթե Աստծո հոգին ձեզանում է, մահին հաղթել եք։ Մահի տառապանքը մեզ համար չի։ Հիվանդություն է գալիս, ասում է կմեռնես, ասա եթե Տիրոջս կամքն է, ինքը ինձ արդեն այնքան է կարոտել, որ էլ չի համբերում։ Փառք Աստծուն, ես իրան սիրում եմ։ Բայց եթե Տիրոջս կամքը չի, դու ինչ չես կարա խաբես։ Այնպես որ իմ Տերը, իմ կյանքը վերահսկում։ Կարաս ասես ես կամ։ Տերը տիրում է, ամեն։ Եթե Սուրբ Հոգին մեզանում է, եթե Սուրբ Հոգին մեզանում չի, այս ամենը սարսափ է, սիրելի։ Սարսափ, տագնապ, վախ։ Երբ է Սուրբ Հոգին մեզանում։ Մի քանի համար եմ ուզում ընթերցել։ Գաղատացիս 5-րդ գլուխ, 16-17 խոսքեր։ Հոգով գնացեք և մարմնի ցանկությունը չեք կատարի, որովհետև մարմինը ցանկանում է հոգուն հակառակ և հոգին մարմնին հակառակ, և սրանք իրար հակառակ են, որ միգուցե այն, որ դուք կամենում եք, այն անեք։ Հոգով գնացեք։ Ուզում եք իմանաք հոգին ձեր մեջ է, թե ոչ։ Մարմնի ցանկությունները ինչ տեղ ունեն ձեր կյանքում։ Այնպես չի, որ ընդհանրապես կարող եք անել, քանի ես մարմնի մեջ եք ապրում, մարմնի ցանկությունները լինելու են։ Բայց դուք դրանց կառավարում եք, թե դրանք են ձեզ կառավարում։ Հա մարմնի ցանկություն գիտեք ինչ է։ Ցանկացած բան, որ մարմինը ուզում է։ Ցանկացած բան։ Դուք մարմնի ցանկությունները կառավարում եք, թե իրանք են ձեզ կառավարում։ Եթե ինչ-որ ցանկություն չի բավարարվում, դու դրանից դժբախտ ես, թե դու դժբախտ ես զգում քեզ, երբ որ հոգու ցանկությունները չեն բավարարվում։ Որից ես ավելի շատ ուրախանում, երբ որ մարմնավոր ցանկությունները բավարարվեցին, մարդկա ասում է սոված է, կերայել, ինձ բան պետք չի։ Ու նմանատիպ շատ ուրիշ ոլորտներում։ Թե հոգևոր սնունդը բավարարվեց։ Տեր Հիսուսն ասում էր ոչ միայն հացով կապրի մարդ, այլ ամեն խոսքով, որ դուրս է գալիս Աստծո բերանից, ոչինչ, որ սոված մնամ մի քանի օր, ոչինչ, եթե դա պետք է հոգևոր սնունդ ստանալու համար։ Մարմնի ցանկություններն են քեզ կառավարում, թե դու ես կառավարում մարմնի ցանկությունները։ Սրանից երևում է Սուրբ Հոգին քեզ քո մեջ է, թե քեզանից հեռու։ Եփեսացիս 4 գլուխ 27-32 հատվածը։ Եվ տեղ չտակ սատանային, նա որ գողանում էր, թողել չգողանա, այլ մանավանդ աշխատի իր ձեռքերով բարին գործելով, որ ունենա տալու պետք ունեցողին, ոչ մի գեշ խոսք, ոչ մի վատ բառ դուրս չգա, ոչ մի, գիտեք ինչա նշանակում։ Նշանակում է ոչ մի։
ոչ մի գեշ խոսք դուրս չգա ձեր բերանից, բայց այն, որ բարի է, շինության համար հարկավոր, որ շնորհք տա լսողներին, եւ մի տրտմեսնեք Աստծո Սուրբ Հոգին, եթե այսպես չանեք, եթե ով որ գողանում էր, շարունակի գողանա, ով որ վատ բառերով էր խոսում, հիմա էլ երբ որ իրեն շատ են ներվայնացնում այդ ժամանակը այդ բառերով խոսում, եթե մեկը անտարբեր էր աղքատների, հիվանդների հանդեպ, հիմա էլ այդքան շատ ժամանակ չունի, եթե մեկը Աստծուն հավատարիմ կյանք չէր ապրում հիմա էլ, եթե մեկը եկեղեցում չէր ծառայում հիմա էլ չի ծառայում եկեղեցի գալուց հետո ձգտում էլ չունի դրան, այսինքն ոնց եղել ենք աշխարհի մեջ մի քիչ լավն ենք դարձել ու շարունակում ենք եկեղեցու մեջ։ Եթե մեկը այսպիսի կյանք ապրում, նա տրտմեցնում է Աստծո Սուրբ Հոգուն, որով կնքվեցաք փրկության օրվա համար, ամեն դառնություն եւ բարկություն եւ սրբմտություն եւ աղաղակ եւ հայհոյություն թող վեր առնվի ձեզանից ամեն չարության հետ։ Գիտեք, որ բարկությունը նոպայի նման է։ Գիտեք, որ դառնությունը, ինչ մեկ էլ ինտեղ խոսում է քաղցրության եւ դառնության մասին։ Դառնությունը Սուրբ Հոգուն տրտմեցնում է։ Եթե կա մեկը, որի հետ դու դառնես, այսինքն դու չես զգում, որ դու դառնես, բայց զգում ես, որ ինքը ոնց որ քո հետ խոսալուց հետո ոնց որ թթու լիմոն ուտի։ Այդպիսի դեմք է ընդունում։ Եթե կա մեկը, ում հետ դու քաղցր չես, դու Հոգուն տրտմեցնում ես։ Եվ իրար հետ քաղցր եղեք, գթած իրար ներելով, ինչպես Աստված էլ Քրիստոսով ներեց մեզ։ Ամեն։ Տեղ չտանք սատանային, գրած էր, տեղ չտանք սատանային, Սուրբ Հոգուն մի տրտմեցրեք։ Եսայի մարգարեություն, 63-րդ գլուխ։ Եսայի 63, շատ հետաքրքիր հատվածասա։ 7-ից 10 խոսքերը։ Տիրոջ ողորմությունները պիտի հիշեմ, Տիրոջ գովասանքները, Տիրոջ բոլոր մեծ արածների համեմատ եւ այն շատ բարիքը Իսրայելի տան համար, որ նա արավ իր գթությունով եւ առատ ողորմությունով։ Եվ նա ասեց. նրանք հենց իմ ժողովուրդներն են, այնպիսի որդիներ, որոնք չեն ստել, եւ նա նրանց փրկիչը եղավ։ Նրանց բոլոր նեղությունների մեջ նա նեղվում էր, եւ նրա երեսի հրեշտակը ազատեց նրանց, իր սիրով ու գթությունով նա փրկեց նրանց, եւ նրանց վեր առավ եւ կրեց նրանց բոլոր վաղուց օրերում։ Տիրոջ մասին է խոսքը։ Նրանք իր ժողովուրդն էին, նա Աստված նրանց հետ նեղվում էր իրանց նեղությունների մեջ եւ իր սիրով ու գթությունով փրկեց նրանց։ Հիմա լսեք շարունակությունը։ 10-րդ խոսքը։ Բայց նրանք ապստամբեցին եւ բարկացրին նրա Սուրբ Հոգին, նա էլ նրանց թշնամի դառավ եւ ինքը պատերազմեց նրանց հետ։ Երբ որ Սուրբ Հոգուն մենք բարկացնում ենք, Աստված դառնում է մեր թշնամին։ Ինչքան զգույշ պիտի լինենք մենք, որպեսզի այնպիսի բաներ չանենք, որ Սուրբ Հոգին տրտմի, բարկանա։ Ինչքան զգույշ պիտի լինենք։ Սուրբ Հոգին եկավ, որպեսզի հանդիմանի մեզ մեղքի համար։ Հովհաննեսի ավետարան 16-րդ գլուխ 7-ից 9 խոսքերը։ Սուրբ Հոգին եկավ, որպեսզի հանդիմանի մեզ մեղքի համար։ Իսկ մարդը մեղք գործում է հենց այդտեղ է գրված, քանի որ Հիսուս Քրիստոսին չի հավատում։ Տեսեք, հասնում ենք դեռ։ Մարդը ինչու է մեղք գործում։ Շատերն ասում են, այդպիսի մարդ չկա, որ մեղք չգործի։ Գիրքն ասում է, մարդը մեղք է գործում, որովհետև Հիսուս Քրիստոսին չի հավատում։ Ուզում եք ապացուցեմ, որ ճիշտ է ասում Աստվածաշունչը։ Ցանկացած մեղք ասեք։ Շատ մեղք ասեք։ Չկա մեղք։ Խորացել եք որ։ Ինչ։ Գողություն։ Հիմա Տեր Հիսուսն ասում է, որ ես ձեզ հետ եմ, մինչև աշխարհի վերջը, ճիշտ է։ Հիմա եթե գողը հավատա, որ Հիսուս Քրիստոսն իր կողքին կանգնած է,
ինքը գողություն կանի, չէ, լավ, ասենք խոսեցինք բարգության մասին, խոսեցինք վատ խոսքերի մասին, ես գիտեմ, որ դա այսօրվա եկեղեցու թերությունն է, որ եկեղեցուն ոչ մեկ վատ խոսք չի ասում, բոլորը երգում են, փառաբանում են, այս շուրթերից օրհնության քաղցր ջրեր են հոսում, բայց որ գնում են տուն, աշխատավայր կամ չգիտես մեկ ուրիշ տեղ, որտեղ իրենց հունից հանում են, այդտեղ մանավանդ երեխաները, այդտեղ արդեն վատ խոսքեր են սկսում հնչել այստեղից, որ գրված է, որ Սուրբ Հոգին դրանից տրտմում է։ Կարդացինք իրար հետ, կարդացինք։ Հիմա ինձ ասեք, եթե հավատաս, որ Տեր Հիսուս Քրիստոս քո կողքին է այդ պահին, որ քո երեխեն քեզ այնպիսի վիճակում է հասցրել, որ էլ չես դիմանում։ Եթե հավատաս, որ Տեր Հիսուս Քրիստոս քո կողքին է այդ պահին, մեղք կգործես, հասկանում եք, երբ է մարդը մեղք գործում։ Երբ որ չի հավատում Տեր Հիսուս Քրիստոսի ներկայությանը։ Մարդը մեղք է գործում, քանի որ չի հավատում Տեր Հիսուս Քրիստոսին։ Գրված է, որ արդարը հավատքից է ապրում, գրված է, որ մեղքը մահ է ծնում, անեծք, տառապանք։ Մեղքի, անհավատության, Սուրբ Հոգում տրտմեցնելու, բարկացնելու, վիրավորելու, անարգելու այս ամեն ինչը քրիստոնյայի համար։ Ես չեմ ասում, որ սա չկա քրիստոնյայի կյանքում։ Հիմա ամենակարևոր բանն եմ ասում, խնդրում եմ ուշադիր եղեք։ Խոսեցի մի շարք բաների մասին։ Մարդը անհավատությամբ մեղքագործում։ Մարդը Սուրբ Հոգուն տրտմեցնելով, Սուրբ Հոգուն բարկացնելով, Սուրբ Հոգուն վիրավորելով, Սուրբ Հոգուն անարգելով մեղքագործում։ Ամեն։ Լինում է այդպես։ Լինում է։ Հիմա նայեք։ Բարդ բան եմ ասելու, դրա համար պիտի մի քիչ լարենք մեր ուղեղները, որ հասկանանք սա։ Եթե դու մեղք գործեցիր եւ դու հասկացար, դե բոլորի հետ էլ պատահում է, անկեղծ եմ ասում, բոլորի հետ է պատահում։ Եվ դու հասկացար, թե դու ինչքան ցավեցրեցիր այն մեկին, եւ դա քո կյանքում տառապանք բերեց։ Այսինքն դու գիտակցեցիր մեղքը, եւ դա տառապանք բերեց քո կյանքում։ Այս տառապանքը ամենաճիշտ տառապանքն է, որ կարա լինի քրիստոնյայի կյանքում։ Մի հատ էլ կրկնեմ։ Ընդհանրապես մեղքը անեծք էր բերում, չէ՞ մեր կյանքում։ Բայց եթե դու մեղք ես գործում, եւ դա քեզ ցավ է պատճառում, որովհետեւ դու Աստծո հոգում վիրավորեցիր, դու քո տեղը չես գտնում, որովհետև դու Աստծո հոգուն վիրավորեցիր, սա մեծագույն մխիթարություն։ Սխալներից ոչ ոք ապահովագրված չի։ Բայց եթե սխալ ես գործում, եւ քո վրա իջնում է ծանրություն, եւ քեզ այնքան է ճնշում, այնպես է տառապել տալիս, որ դու ման ես գալիս րոպե առաջ ազատվես այդ մեղքի ծանրությունից ապաշխարության միջոցով։ Սա մեծագույն մխիթարությունն է։ Սա վերականգնում է Սուրբ Հոգու ներկայությունը քո կյանքում։ Հիմա խնդրում եմ, մենք խոսում ենք կենդանի ջրերի մասին, մենք խոսում ենք, որ Աստված խոստացել է, որ մեր միջով իր հոգու զորություններն են հոսելու։ Ամեն։ Եվ գիտենք, որ մեղքը պատնեշ է սրա։ Այսի բոլորս հասկանում ենք։ Գիտեք ինչը չենք հասկանում։ Ամեն մեկս չենք հասկանում մեր կյանքում գոյություն ունեցող մեղքի ահավորությունը։ Մենք տեսնում ենք ուրիշի աչքի փուշը եւ չենք նկատում մեր աչքի գերանը։ Հիմա որ մեզ հարցնեն տնեցիները, ասենք ձեր տան անդամների թերությունները,
Հա, ով ծնողների հետ ապրում, ծնողների, ով ամուսնացած է, ամուսնու կամ կնոջ թերությունները։ Գիտես ինչ լավ կասենք։ Նա ցուցակ տան, ասեն մի հատ գրեք իր թերությունները։ Ինչքան կգրես։ Բա որ հələ ասեն ցուցակ քոնը գրի, ասենք մի երկու հատ կգրես ու կսկսես մտածել, մարդ։ Բայց ինչ կա որ սրանցից բացի դիմացինի աչքի փուշ այնքան լավ է երևում։ Մեր աչքի գերանը չի երևում։ Կա չարչարանք, կա տառապանք, որը սուրբ բան է։ Մեղքի գիտակցելու տառապանքը։ Ոնց անեմ, որ տեսնեմ սա։ Ոնց անեմ։ Անկեղծ եմ ասում։ Ես հիմա խոսում եմ ամենակարևոր բանը, որ կարամ խոսամ։ Գուցե սա իմ լավագույն քարոզներից մեկը չի, որ համեմատություններով, չգիտես ինչերով, բայց ես ուղիղ բան եմ ասում։ Սա մեկ տարվա մեր անելիքն եմ ասում։ Մենք պիտի աշխատենք, որ մեր կյանքում հայտնաբերենք թաքնված մեղքերը։ Այն որ քո համար սովորական է, այն որ քո էությունն է, քո բնավորությունն է, դու այդպիսին ես, բայց դիմացինի հանդեպ դա դառնություն է։ Դիմացինին կամ քո հետ ապրողին դա ցավ է պատճառում։ Հասկանում եք։ Ես այդպիսին եմ, թող հարմարվեն, սա քրիստոնյայի պահվածք չի։ Ես կփոխվեմ, միայն թե դիմացին իրան լավ զգա։ Սա է Քրիստոսի աշակերտի պահվածքը։ Ես սենց եմ, ես ճիշտ եմ, ով է իր աչքին սխալ երևում, ոչ ոք, բոլոր իրենց աչքին ճիշտ են երևում։ Մենք մեղք ենք գործում մտքով, մեղք ենք գործում խոսքով, մեղք ենք գործում գործով, և մեղք են գործում անգործությամբ։ Միտք, որ պիտի մաքրվի, խոսք, որ պիտի մաքրվի, գործ, որ պիտի մաքրվի, և անգործություն, որ պիտի մաքրվի։ Այսինքն բաներ կա, որ պիտի անենք, և չենք անում, սա մեղք է։ Բաներ կա, որ չպիտի անենք և անում ենք, սա մեղք է։ Մենք պիտի մաքրենք այս բոլոր ոլորտները։ Եվ գիտեք ոնց, երբեք դա չի մաքրվի, եթե մենք չզգանք մեղքի ահավորությունը։ Երբեք չենք հասնի այնտեղ, որտեղ Տերը մեզ ուզում է տեսնի, եթե մենք մեղքի տառապանք չզգանք։ Եթե մի բան ես արել, որ Տիրոջը հաճելի չի, դեք ինչա գրած Երկրորդ Տիմոթեոս 2 գլուխ 3-4 խոսքերը։ Եկեք ընթերցեմ։ 2 Տիմոթեոս 2 գլուխ 3 և 4 խոսքերը։ Իսկ դու նեղությունները կրիր, ինչպես Քրիստոս Հիսուսի բարի զինվոր, ոչ մի զինվորություն անող այս աշխարհի գործերով չի զբաղվում, որպեսզի զորապետին հաճո լինի։ Ով է մեր զորապետը։ Տեր Հիսուսը մեր զորապետ։ Մենք իր զինվորներն ենք։ Եթե մենք իր զինվորներն ենք, մեկ բան կա մեր կյանքում, այնպես ապրել, որ զորապետին հաճելի լինի։ Եթե մի բան իմ զորապետին հաճելի չի, լավ, եկեք համեմատություն անենք ամեն դեպքում։ Ենթադրենք երիտասարդ աղջիկն ու տղան սիրահարվել են իրար վրա։ Մեկ էլ այս տղան մի բան է անում, որ աղջկան վիրավորում է, չէր ուզում այդպես աներ, բայց շատ խիստ վիրավորում։ Եթե շատ սիրում է այդ աղջկան, այդ իր քայլը պիտի որ տառապանք բերի իր սրտի մեջ, այդպես է թե չէ։ Սիրում էր մեկին, ում չուզենալով մեծ ցավ հասցրեց։ Տառապանք կգա, եթե սիրում է կգա։
Մենք Տեր Հիսուսին սիրում ենք, մեր զորապետն է, եւ այնպիսի կյանք ենք ապրում, որ իրան ցավ է պատճառում եւ հասկանում ենք դա։ Տարիներ շարունակ իր ձեռքին մեխն ենք խփել ենք այդ մեխին, ցավացրել ենք իրան։ Հիմա հասկանում ենք այն որ տես ինչ է եղել ինձ, ես չէի ուզում իրան ցավացնել, բայց չիմանալով արել եմ այդ բանը։ Տառապանք պիտի գա մեր մեջ, եթե իրան սիրում ենք։ Եթե կա մեղքի գիտակցություն, եթե մեր մեջ կա մեղքի ահավորություն, գիտեք այսօր ցավալի է քրիստոնեական աշխարհում մարդիկ իրար տակ փորում են, մարդիկ խումբ են դառնում, իրար դեմ են սկսում պայքարել։ Եղբայրները իրար քցում են քաղաքական գործիչների պես, ուզում են սրան նրա աչքին գցեն, նրա աչքին գցեն, նրա աչքին գցեն, որ իրանք բարձր Երևան իշխանություն ունենան, դիրք ունենան։ Գարշահոտություն է գալիս այս ամենից։ Գարշահոտություն։ Բայց մենք պիտի այդ գարշահոտության մեջ էլ կարողանանք մեր ձեռքերը սուրբ պահենք եւ մեր Տիրոջը ծառայենք, անգամ գարշահոտության մեջ։ Ամեն։ Եթե մենք մեղք ենք գործում եւ չենք զգում դրա ահավորությունը, դրա տառապանքը, մենք կույր ենք։ Եկեք տեսնենք ինչ ասում Աստվածաշունչը։ Հայտնության 3-րդ գլուխ 17-ից 22 խոսքերը։ Սա հավատում եմ, որ ներօրյա եկեղեցուն աղոված, սա հավատում եմ, որ մեզ աղոված, սիրելիներ։ Հավատում եմ, որ ինձ աղոված սա։ Որտեվ շատ ժամանակ մենք կարծում ենք, որ մենք իրական ճշմարիտ հավատացյալներն ենք։ Մենք ենք։ Նայում ենք աջ, նայում ենք ձախ, բոլորը մեզանից ցածր են, բոլորը մեզանից ներքև են, Աստված չանի, որ մենք այսպիսին լինենք։ Եկեք տեսնենք ինչ է ասում խոսքը։ Հայտնություն 3-րդ գլուխ 17-ից 22 խոսքեր։ Որովհետև ասում ես, ես հարուստ եմ եւ մեծացա, եւ ոչ մի բանի կարոտ չեմ, բայց չգիտես, թե դու թշվառ ես, ողորմելի եւ աղքատ եւ կույր եւ մերկ։ Ես խրատ եմ տալիս քեզ, ինձանից կրակում փորձված ոսկի առ, որ հարստանաս, եւ սպիտակ հանդերձներ, որ հագնես, որ քո մերկության ամոթը չերևա եւ դեղ դիր աչքերիդ, որ տեսնես։ Խոսքը եկեղեցուն աղված։ Եկեղեցին կարծում է ինքը մեծ մի բան է, բայց ասում է լսի, իրական հարստությունը ինձ մոտ է։ Կրակով անցած ոսկին, որ ավելորդ բաները այրված է, ժամանակավոր ամեն ինչ կրակով անցնելու է։ Եվ ասում է դու մերկ ես, ու չես էլ զգում, որ մերկ ես, որովհետև կույր ես, չես էլ տեսնում քո մերկությունը, ասում է սպիտակ հանդերձը գրված է նույն հայտնության գրքի մեջ, որ սուրբերի արդարությունն է, դա արդար կյանքն է։ Սպիտակ հանդերձ վերցրու ինձանից, որ հագնես եւ քո մերկությունը ծածկես։ Ինչպես արդար կյանք ապրենք, եթե մենք չենք զգում մեղքի ահավորությունը, եթե մենք չենք զգում մեղքի տառապանքը, եթե դու տառապես մեղք գործելուց հետո, դու չես տառապի մեղքի բերած անեծքից։ Լսում ես, ինչ ասեցի։ Եթե մեղք գործելուց հետո քո վրա իջնի տառապանք, որ դու քո Տիրոջը տհաճ, իրան վիրավորող, իրան տրտմեցնող մի բան արեցիր, դու մեղքի անեծքից, որը ինչն էր, ցուցակը կարդամ, տանջանք, ցավ, հիվանդություն, սուգ, տխրություն, վախ, կարոտ, տագնապ, անհանգստություն, դու չես տառապի սրանցից։ Ամեն։ Ուզում եք ձեր կյանքից դուրս գա վախը, տանջանքը, ցավը, կարոտը, հիվանդությունը, տագնապը, սուգը, անհանգստությունը, տխրությունը։ Ուզում եք ձեր կյանքից դուրս գա։ Թույլ տվեք մեղքի գիտակցության տառապանքը գա ձեր կյանք։ Ամեն անգամ սխալ գործելիս, ամեն անգամ պատվիրան խախտելիս,
թող ձեր ուրախությունը, ինչպես գիրքն է ասում, լացի փոխվի։ Սգացեք Երանի սգավորներին, որ կմխիթարվեն։ Պատկերացնում եք ամեն անգամ մեղք գործելուց հետո սուգ անեք։ Սուգ, գիտեք ինչ է։ Կորցրել եք մոտ հարազատ։ Սուգ, գիտեք ինչ է։ Եթե ամեն անգամ, որ մեղք եք գործում, սուգ տառապանք գա ձեր կյանքում, դուք երբեք մեղքի անեծքի տառապանքը չեք կրի։ Ամեն։ Օրհնյալ է մեր Աստված։ Մի բան է մեզ մնում, խնդրել Սուրբ Հոգուն։ Ինքը եկավ այս աշխարհ հենց դրա համար, որպեսզի հանդիմանի մեզ մեղքի համար։ Խնդրենք Սուրբ Հոգուն, խնդրենք, ես հավատում եմ, որ գրված է այս խոսքի մեջ, ով խնդրում է, նրան կտրվի։ Խնդրենք Սուրբ Հոգուն, որ ցույց տա մեզ մեր կյանքում մեղքերը։ Ոչ թե մենք լավն ենք, համեմատվենք սրա հետ, նրա հետ, ոչ, իմ կյանքում Տեր ցույց տուր մեղքը, եւ ես սուգ եմ հայտարարելու, մինչև դրանից չազատվեմ։ Ես սուգ եմ հայտարարելու իմ կյանքում, սա տառապանք է, ես չեմ կարա ուրախ լինեմ, եթե իմ կյանքում կա մի բան, որ իմ զորապետին հաճելի չի։ Ինչ ուրախության մասին է խոսքը, բայց ես ձեզ մի բան ասեմ, երբ որ Սուրբ Հոգին եկավ, ուրախություն իր հետ բերելու է։ Քրիստոնեությունը սուգի հավատք չի, քրիստոնեությունը ուրախության հավատք է, քրիստոնեությունը պարտության հավատք չի, քրիստոնեությունը հաղթության հավատք է, որովհետև քո մեջ գալու է արդեն ոչ թե հեռուստացույցի, չգիտեմ քանի ատամների ուրախությունը, այլ քո մեջ գալու է Սուրբ Հոգու հավիտենական ուրախություն, ոչ թե քո մեջ գալու է խմիչքի ժամանակավոր ուրախությունը, ասում եմ մի հարբեք գինիով, այլ լցվեք Սուրբ Հոգով, սրանք անհամատեղելի են, ոչ թե քո մեջ գալու է այդ ուրախությունը, որ այ մարդ ինչ է մի քիչ հաճույք է վայելում են, քո մեջ գալու է գերագույն հաճույքը, Սուրբ Հոգին, ուրախություն է գալու քո մեջ։ Քո մեջ չի գալու ցավազրկող դեղերի, հոգեմետ դեղերի, գիտեք, մարդկանց հոգեմետ դեղեր են տալիս, որպեսզի խաղաղվեն այդ մարդիկ։ Քո մեջ չի գալու այդ հոգեմետ դեղերի խաղաղությունը, քո մեջ գալու է Սուրբ Հոգու խաղաղությունը, որ ոչ ոք չի կարող քեզանից գողանալ։ Մարդիկ թմրամիջոցներ են օգտագործում, որպեսզի խաղաղվեն։ Քո մեջ Սուրբ Հոգու խաղաղությունն է գալու։ Եթե մեր մեջ լինի մեղքի գիտակցության տառապանք, եթե ամեն անգամ սխալ գործելիս մենք հասկանանք, որ կրկին Քրիստոսին խաչն ենք բարձրացնում, սուգ անենք դրա համար, Տեր, մենք չենք ուզում քո արյունը կրկին թափեիր, ուժ ու զորություն տուր, որ նորից չընկնենք սրա մեջ։ Արդարը 7 անգամ էլ ընկնի, Տերը նրան բարձրացնելու է։ Սա չեմ ասում, որ տառապանքը գա քեզ ճնշի, այս տառապանքը չի ճնշում, այս տառապանքը քեզ ուժ է տալիս ու ասում է ես հաղթելու եմ։ Այս մեղքը քանի տարի է չեմ կարող հանեմ իմ մեջից, բայց ես հաղթելու եմ։ Պետք եղավ ծոմ ենք պահելու, պետք եղավ ամբողջ եկեղեցով քո համար ծոմ ենք պահելու, որպեսզի մեկս մյուսին օգնելով առաջ գնանք, որ մի օր կենդանի ջրերի գետերը հոսեն։ Ամեն։ Հիշեք, եթե տառապենք մեղքի գիտակցությունից, մեղքի բերած անեծքից չենք տառապել, կանգնենք ոտքի։ Օրհնյալ ես մեր Տեր, մեր փառավոր Աստված, որ մեր մեջ ես։ Այո, դու խոստում ունես, որ հիմա մեր մեջ ես։ Քո խոսքն ասում է, որտեղ 2 կամ 3 հոգի հավաքվեն իմ անունի շուրջ, ես այնտեղ նրանց մեջ եմ։ Ես գիտեմ, որ մարդիկ կան այստեղ, որ կարիք ունեն քո խաղաղությանը, Տեր։
Մարդիկ կան այստեղ, որ կորցրել են իրենց ուրախությունը եւ կարիք ունեն քո ուրախությունը, Տեր։ Մարդիկ կան, որ կորցրել են արդարությունը, Տեր, եւ կարիք ունեն Սուրբ Հոգու արդարությանը իրենց կյանքերի մեջ։ Մարդիկ կան, որ սխալ բաների մեջ են իրենց ուրախությունը, խաղաղությունն ու արդարությունը փնտրում։ Բայց միայն եւ միայն Հոգու հետ հաղորդակցության մեջ այս ամենը։ Իսկ դու եկար, Տեր, որ մեզ հանդիմանես մեղքի համար։ Խնդրում եմ, թող այս ընթացքը եկեղեցում սկսվի, Տեր։ Նոր թափով, նոր ալիքով, քո հոգին թող գա, եւ այն ինչ որ չենք տեսնում։ Գիտեմ, որ քո հոգին է մեր աչքերի դեղը, Տեր։ Քո խոսքն ասում է ինձանից դեղ վերցրու եւ դիր աչքերի։ Եվ ահա մենք մի դեղամիջոց գիտենք։ Քո խոսքը, քո հոգին եւ քո եկեղեցին, Տեր։ Քո մարմնի հետ հաղորդակցությունը։ Քեզանից եկող արթնությունը, Տեր։ Բացիր մեր աչքերը, որ տեսնենք։ Բացիր մեր աչքերը, Տեր, խնդրում ենք քո խոսքի համեմատ, աղաչում ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով, բացիր մեր աչքերը, տուր մեղքի գիտակցությունը, Տեր, տուր, որ ամեն չնչին մեղք գործելուց էլ մենք հասկանանք, որ քեզ մեր զորապետ հաճելի գործ չգործեցինք։ Այն միտքը, որ եկավ ու անցավ, որ մենք սիրեցինք եւ վերցրեցինք եւ խաղացինք այդ մտքի հետ, սա քեզ հաճելի չէր, Տեր։ Տուր, որ սուգ կա մեր վրա այդ պահին, մինչև ապաշխարենք, մինչև վերականգնես մեր խաղաղությունը, մինչև որոշենք, որ այլևս չենք վերցնելու դա։ Տուր, որ այն խոսքը, որ գալիս է մեր շուրթերից, որ քեզ հաճելի չի, չասենք ոչ ոք չլսես։ Մեր տան անդամներն էլ սովոր են, գիտեն, որ ես այդպիսին եմ, այլ ասենք մեր Տերը լսեց եւ սուգ կա մեր վրա, Տեր։ Օրհնյալ Աստված, տուր, որ այն գործերը, որ մենք գործում ենք, որ քեզ հաճելի չի, դուրս շպրտենք մեր կյանքից Հիսուս Քրիստոսի անունով։ Եվ այն գործերը, որ չենք գործում, բայց դու ուզում ես, որ գործենք, մեր հավատարմությունը ցուցադրելով քեզ եւ քո խոսքին եւ քո եկեղեցուն, մեր կյանքում տեղ ունենան, օրհնյալ լինեն, շատանան եւ զորանան մեր Տեր, մեր Աստված։ Տուր, որ մեղքի տառապանքը հեռանա մեզանից եւ մեղքի գիտակցության տառապանքը գա մեր կյանքերի մեջ։ Խնդրում ենք սա մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի անունով։